Նախքան 7-ին անցնելը կխնդրեմ լայքել եւ բաժանորդագրվել մեր ալիքին։ ՀԱՊԿ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ գործընթացին ծառայություն մատուցելու առաջարկ չի հնչեցրել։ Հայաստանում քաղաքական փորձագիտական շրջանակներ կան, որ Ռուսաստանի հասցեին նույնիսկ ամենաղմեմ կշտամբանքին հակադարձում են, իսկ Արևմուտքն ինչու Արցախի համար ոչինչ չարեց հարցով։ Արևմուտքն այո, Արցախի համար ոչինչ չի արել, գուցե որոշակիորեն նպաստել է, որ Ալիևն իրականություն դարձնի իր մարդատյաց ծրագիրը, բայց Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ զորախումբը մտցնելու համար հրամանագիրը, որ Ջո Բայդենն է ստորագրել, ոչ Էմանուել Մակրոնը։ Այդ հրամանագիրը 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ընդ որում, իրավական ակտը հաստատվել է Դաշնային ժողովի Դաշնային խորհրդի նույն օրվա գումարված նիստում։ Ռուսաստանի օրենսդրության եւ միջազգային իրավունքի առումով Վլադիմիր Պուտինը որպես պետության առաջնորդ եւ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար ստանձնել է զինադադարի ռեժիմը պահպանելու իրավական պարտականությունը։ Նրան վստահվել է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը, Հայաստանը, այլև միջազգային հանրությունը։ Վստահել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկու երկրները՝ Միացյալ Նահանգներն ու Ֆրանսիան։ Եթե 44-օրյա պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխվեր միջազգային խաղաղապահ զորախումբը եւ նրա ներկայությամբ Ադրբեջանը մեկօրյա ահաբեկչական պատերազմ սկսեր եւ էթնիկ զոտում իրականացներ, մենք բնականաբար կքննադատեինք այն երկրներին, որոնց զինված ուժերը չեն ցանկացել պահպանել զինադադարը կամ նպաստել են, որ Ադրբեջանն իրագործի պետական իր նպատակադրվածությունը։ Բայց քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել Ռուսաստանի նախագահի հրամանագրով, Լեռնային Ղարաբաղում տեղաբաշխված զորախմբի հրամանատարության աչքի առաջ, նրա լուռ համաձայնությամբ կամ գուցե հանցավոր մասնակցությամբ, ուրեմն պետք է արձանագրել, որ Ռուսաստանի Դաշնությունը չի կատարել իր իսկ կողմից ստանձնած պարտավորությունը եւ առնվազն Հայաստանի հետ հարաբերությունների իմաստով մենք գործ ունենք ոչ պայմանագրունակ պետության հետ։ Լեռնային Ղարաբաղում զինադադարը չպահպանելու, հայ բնակչության անվտանգությունը եւ հայրենիքում բնակվելու իրավունքը չվերաշխավորելու համար ինչ մոտիվացիայով է առաջարկել Վլադիմիր Պուտինը։ Նրա եւ Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Թայիպ Էրդողանի միջև ինչ պայմանավորվածություններ են գործի դրվել։ Ենթադրությունների կամ փաստական հիմքերով վերլուծությունների ոլորտի հարցադրումներ են սրանք։ Գործ ունենք փաստացի իրավիճակի, ռազմաքաղաքական խարդավանքի, նախադեպի հետ, որ ստիպում է անվտանգային Ադրբեջանի հետ խաղաղության, երաշխավորության եւ քաղաքակրթական ընտրության հարցում Ռուսաստանի դերի հանդեպ կասկածամիտ կամ առնվազն խիստ զգուշավոր լինել։ Նման իրավիճակի համար ղարաբաղցին դիպուկ խոսք ունի. «Սև օձ տեսածը սև չաթվից էլ է վախենում»։ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի արդյունքում ընդունված ամփոփիչ հայտարարությունն անդրադարձել է նաև Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին։ Շատ կարևոր է, որ կազմակերպությունն այդ հարցում ծառայություն մատուցելու առաջարկություն չի հնչեցրել։ Դա գուցե Հայաստանի եւ Ռուսաստանի միջպետական հարաբերությունների վերբերման մեկնակետ դառնա։